Չես կարողանում տուրնիկից նույնիսկ մեկ անգամ ձգվել, իսկ եթե քեզ ասեմ, որ ընդամենը 5 ճիշտ վարժություններով դու կարող ես հասնել քո առաջին ձգմանը, բայց կա մի գաղտնիք, որի պատճառով շատ մարդիկ տարիներով փորձում են ու չեն կարողանում։ Այդ գաղտնիքը մեր այսօրվա 5-րդ վարժությունն է, եւ եթե այն անտեսես, մնացած ամեն ինչը կարող է անարդյունավետ լինել։ Տուրնիկից ձգումը համարվում է սեփական քաշով ամենատպավորիչ վարժություններից մեկը։ Այն զարգացնում է մեջքը, ձեռքերը, բռնելու ուժը եւ ամբողջ վերին մարմինը։ Բայց շատ մարդիկ մտածում են, թե իրենք պարզապես բավականաչափ ուժեղ չեն։ Իրականում խնդիրը հաճախ ոչ թե ուժի բացակայությունն է, այլ սխալ պատրաստվածությունը։ Այսօր ցույց կտամ այն 5 վարժությունները, որոնք կօգնեն քեզ քայլ առ քայլ հասնել քո առաջին ձգմանը։ Առաջին, այս վարժությունը շատ նման է ձգման շարժման մեխանիկային։ Այն օգնում է զարգացնել մեջքի լայնագույն մկանները եւ սովորեցնում է ճիշտ ուղղությամբ ուժ կիրառել։ Կարևոր է, որ ձողը չիջեցնես ձեռքերի հաշվին, այլ փորձիր արմունկներով քաշել ծանրությունը դեպի ներքև։ Այսպես ավելի շատ կաշխատի մեջքդ, ոչ թե միայն բիցեպսը։ Երկրորդ վարժությունը դասական լատ փուլ-դաունն է։ Սա լավագույն վարժություններից մեկն է սկսնակների համար։ Դու կարող ես վերահսկել ծանրությունը եւ աստիճանաբար ուժեղանալ։ Ամեն շաբաթ փորձիր փոքր-ինչ ավելացնել ծանրությունը կամ կատարել ավելի շատ կրկնություններ։ Հիշիր, առաջընթացը փոքր քայլերի գումարն է։ Երրորդ վարժությունը դիպ մշինի օգնությամբ։ Սա ամենամոտ տարբերակներից է իրական ձգմանը։ Այս սարքը քեզ օգնում է վերցնել իր վրա մարմնի քաշի մի մասը, որքան ավելի շատ աջակցություն է տալիս սարքը, այնքան հեշտ է վարժությունը։ Ժամանակի ընթացքում սկսիր նվազեցնել քաշերը, աշխատանքը ավելի դժվարացնելու համար։ Չորրորդ վարժությունը՝ ձգումներ ռեզինի օգնությամբ։ Ռեզինե ժապավենը օգնում է քեզ հաղթահարել ամենադժվար հատվածը՝ ներքևից վերև բարձրանալը։ Այն քեզ սովորեցնում է իրական ձգման տեխնիկան, եւ երբ դու կսկսես այն կատարել ավելի հեշտ, քան նախկինում, փորձիր օգտագործել ավելի բարակ ռեզիններ։ Քո նպատակը պետք է լինի մի օր ամբողջությամբ հրաժարվել դրանցից։ Եվ ահա այն գաղտնիքը, որի մասին խոսեցի սկզբում։ Շատ մարդիկ մտածում են, որ իրենք թույլ են, բայց իրականում նրանք պարզապես փորձում են բարձրացնել ավելորդ քաշ։ Եթե ունես ավելորդ ճարպային զանգված, ապա յուրաքանչյուր ձգման ժամանակ ստիպված ես բարձրացնել այդ լրացուցիչ կիլոգրամները։ Բայց կարևոր է հասկանալ, նպատակը մկաններ կորցնելը չէ։ Մեր նպատակը ճարպերի հաշվին քաշի նվազեցումն է։ Խոսքը կարդիոյի մասին է։ Արագ քայլ, հեծանիվ, թեթև վազք, էլիպսաձև մարզասարք։ Պահպանիր նաև բավարար սպիտակուցի ընդունումը եւ ուժային մարզումները, որպեսզի պահպանես մկանային զանգվածը։ Հիշիր, որքան թեթև ես ճարպերի հաշվին, այնքան ավելի հեշտ է սեփական մարմինդ բարձրացնել։ Եթե այսօր չես կարողանում կատարել նույնիսկ մեկ ձգում, դա չի նշանակում, որ երբեք չես կարողանա։ Հետևողականորեն կատարիր այս 5 վարժությունները եւ շատ հավանական է, որ մի քանի շաբաթ կամ ամիս անց դու կկատարես քո առաջին ձգումները։ Իսկ հիմա մեկնաբանություններում գրիր, քանի ձգում կարող ես կատարել այս պահին եւ բաժանորդագրվիր ալիքին ավելի ուժեղ դառնալու համար։